Ես Հայաստանից հեռանում եմ հարկադրաբար, իմ հետ վերցնելով Արաքսի ափին զինվորներիս կողմից զարնված Վագրի մորթին, Զավալ Փաշայի դաշույնը, որպես միակ պատերազմականավար, պարտություն չտեսած Սյունիքի դրոշը, թող որ դրվի կրծքիս վրա, գերեզմանիս մեջ, ումի բարարամ, Ին Հայկազյան, միակ մխիթարիչը տարագրանքի մեջ, Լեռնա Հայաստանը տեղի է տալիս բոլշևիկացման պարտադրանքի առաջ, բայց միայն ավելորդ այրուն չթափելու նախապայմանով, թող միասնիկան իմանա, եթե հարկ լինի, ես հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով նորից վերագրավել Լեռնա Հայաստանը, թող աշխատեն բավարարեն այ գյուղացու և մտավորականի պահանջը, սա ասում է Հայաստանի Հանրապետության սպարապետ Նժդեհը։